է դեպրեսիան, որովհետև այսօր աճ ու ձախ ամեն օր լսում ենք, թե մարդը նույնիսկ մի քիչ անտրամադիր է լինում, ասում է դեպրեսիա ունեմ, իրենց ախտորոշումներ են դնում, վիճակներ են գնահատում, որպեսզի մեզ լսողները հասկանան ինչ է դա, ինչ է դեպրեսիան։ Շատ ճիշտ բնորոշեցիք, կան տերմիններ, որոնք որ դուրս են եկել բժշկական շրջանակներից, որոնցից մեկն էլ դեպրեսիան է, որ մտել են, այսպես ասած, ժողովրդի մեջ եւ պատե անպատե, պետք է չի, օգտագործում են այդ տերմինը չհասկանալով, որ դա հիվանդություն է։ Ես չեմ ուզում հիմա խտացնեմ ավելի գույներով, ասեմ, որ գիտեք, պետք չի օգտագործել, որտեղ դուք չգիտեք թե դա ինչ է, բայց իրականում պիտի տարբերակենք վատ տրամադրությունը, տխրությունը, հավես չունենալը իրական հիվանդությունից։ Եթե մարդը առավոտյան արթնանում է, չի կարողանում, չի ուզում անկողնուց վեր կանալ, հավես չունի ինչ որտեղ գնալ, տխուր է, կամ անտրամադիր է, կամ ասում է ես չեմ ուզում այդպես մարդուն տեսնեմ, դա սովորաբար լինում է այդպիսի բաներ եւ դա պարտադիր չի որ կապված լինի դեպրեսիայի հետ։